Պարոն Պասկևիչյան, դուք 2020 թվականին պատվեր եք ստացել Հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստելու «Անկախության մեծ ճանապարհը» վավերագրական ֆիլմը, բայց փաստորեն արդեն գրեթե 6 տարի է ֆիլմը չի ցուցադրվում։ Ֆիլմը չի ցուցադրվում, ես հանձնել եմ 20 թվականի դեկտեմբերին այդ ֆիլմը, դրանից հետո որևէ ցուցադրություն չի եղել եւ իրենք դիմեցին դատարան, Հանրային հեռուստաընկերությունը, եւ հայցը հիմնված էր Առավոտ-օրաթերթի մի հրապարակման վրա, որ ես Հայ ազգային կոնգրես գրասենյակում, կոնգրեսի գրասենյակում ցուցադրություն եմ արել ֆիլմի, եւ դա հիմք էր հանդիսացել, որ ես իբր խախտել եմ պայմանագիրը։ Եվ այս ամբողջ աղմուկը բարձրացավ դրանից։ Սա էր պատմությունը։ Որ մարդիկ, ովքեր կարդացել են այդ պարզաբանումը, ես խորհուրդ կտամ փորձել հասկանալ, թե ինչու չի ցուցադրվում։ Այդ պարզաբանումից պարզ չի, ինչի չի ցուցադրվում։ Այնտեղ ասում են, որ պայմանագիր, ժամկետ, բան, լավ, այդ ի վերջո Հանրային հեռուստաընկերությունը ընդունել է ֆիլմը։ Ֆիլմն ընդունել է, վճարումները արել է, ստորագրվել է ընդունման հանձնման ակտը եւ այդ ֆիլմը դարձել է իրենց սեփականությունը։ Ինչու չեն ցուցադրում։ Այդ հարցը պետք է ուղղեք Հովհաննես Մովսիսյանին։ Այսքան տարի ինչի չի ցուցադրվել։ Ես, քանի որ չունեմ որևէ, ուրեմն ողջամիտ, ուրեմն պատասխան, հա, հակված եմ ենթադրելու, որ չի ցուցադրվում քաղաքական պատճառներով, որովհետև ներկա իշխանությունը փորձում է ռևիզիայի ենթարկել Հայաստանի նորագույն պատմությունը սկսած 88 թվականից, դուք բոլորդ շատ լավ լսել եք Նիկոլ Փաշինյանի այն բոցաշունչ ելույթները այն մասին, որ Ղարաբաղյան շարժումը սխալ էր, ուրեմն ական էր, չգիտեմ, KGB-ն էր դա ձեռնարկել եւ այլն եւ այլն։ Okay, եթե Նիկոլ Փաշինյանը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող է նման կարծիքներ ունենալ, բայց որպեսզի հասարակությունը ինքը կարծիք կազմի, պետք է տարբեր տեսակետներ, տարբեր բաներ դնել իրար կողք եւ մարդիկ տեսնեն։ Ես ստեղծել եմ ֆիլմ հիմնված իրական փաստերի վրա։ Այդ իրական փաստերը մի հատ թող տեսնեն, հետո համեմատեն Նիկոլ Փաշինյանի բացականչությունների հետ։ 2020 թվին այդ պատվերը կապված ա եղել Անկախության հռչակագրի 30-ամյակի հետ է կապված եղել ու հիմա էլ իրանք, ասենք, օրինակ Վասակ Դարբինյանը ասում է, դե օգոստոսի 23-ին պատրաստ չի եղել, չենք ցուցադրել։ Ինձ այդ պայմանագիրը կնքվել է հուլիսի 24-ին, դուք բոլորդ մեդիայի մարդիկ եք, 1 ժամանոց ֆիլմ հնարավոր է 29 օրում անել։ Դե Վասակ Դարբինյանը պրոֆեսիոնալ չի այդ հարցում, ինքը չի կարող այդ հարցին պատասխանի։ Ինքը ընդամենը թերթի ինչ-որ խմբագիր է եղել, կարծեմ ՆԳՆ-ի 02 թերթի խմբագիրն է եղել։ Չի կարող այդ հարցին պատասխանել, բայց դուք գիտեք, որ հնարավոր չի անել։ Դուք ժամկետում ավարտել եք ֆիլմը։ Ես Հանրային հեռուստաընկերության նախնական ժամկետը եղել է 90 օր, հետո Հանրային հեռուստաընկերության հետ համաձայնության գալով երկարաձգվել է եւս 60 օր։ Եվ 90 գումարած 60 օրում ես ավարտել եւ հանձնել եմ ֆիլմը իրեն։ Պարոն Պասկևիչյան, փաստորեն դուք էլ չեք կարող ձեր նախաձեռնությամբ կազմակերպել այդ ֆիլմի ցուցադրությունը, արգելվել է, հա, դատարանի որոշմամբ։ Դե որոշմամբ արգելվել է, բայց հիմա մենք ուսումնասիրում ենք, ես որոշ ընկերներ նույնիսկ գրում էին, ասենք, բանում, որ դա ոչ մի կերպ չի վերաբերվում ոչ կոմերցիոն ցուցադրություններին, իդեպ միջև այս դատը իմ արած բոլոր ցուցադրությունները եղել են անվճար, ոչ կոմերցիոն։ Այնպես որ կարծում եմ կարող ենք։ Այսինքն կարելի հասկանալ, որ իրենց նպատակը այն է, որ ընդհանրապես չցուցադրվի այս ֆիլմը։ Այո, նպատակը դա էր եւ այդ նպատակին իրանք հասան։ Հասան դատարանով, որովհետեւ դատարանը, մեր դատարանները այսօր գիտեք ինչ վիճակում են, իրանք ուղղակի դնում են, ասում են, ես մի հատ կարդանք, էլի պայմանագրում սենց է գրած, բայց հա, սենց ճիշտ է ուրեմն։ Ճիշտը հայցվորն է։ Բայց այստեղ լիքը հարցեր կան, որոնք կարող էր դատարանը, եթե ինքը նորմալ դատարան լիներ, կարող էր մեծ իրավական հարթության մեջ դիտել,
որովհետև կա հմեկի գույքային իրավունք, հանրայինի գույքային իրավունք, բայց կա նաև հեղինակի հեղինակային իրավունք։ Կա նաև հասարակության, հանրության իրազեկված լինելու իրավունք, որի համար ի վերջո ստեղծված է հանրային հեռուստաընկերությունը ու ստանում է մեր քաղաքացիների հարկերը։ Հարկերի գումարներն է, չէ՞ ստանում հանրային հեռուստաընկերությունը։ Այսինքն, եթե մեծ իրավական դաշտում որևէ դատավոր սա դիտարկեր այս բոլոր կողմերի ուրեմն համադրությամբ, շատ հնարավոր է այլ վճիռ կայացներ։ Փաստորեն հենց մեր հարկերով նկարահանված ֆիլմը այսօր ՀՄԿ-ը չի ցուցադրում։ Ձեր հարկերով նկարահանված ֆիլմը այսօր չի ցուցադրվում։ Ուրեմն այսպես ասած խաղաղության անվան տակ իրանք փորձում են ռևիզիայի ենթարկել ամեն ինչ։ Ցեղասպանությունը, Արցախյան պատերազմը, շարժումը, արցախցիների իրավունքները, ամեն ինչ ռևիզիայի է ենթարկվում եւ այս մի մասնիկն է ընդամենը այդ ամբողջ մեծ ռևիզիոնիստական գործունեության իշխանությունների։ Այսինքն, էլ ինչ սպասենք, եթե սա սկիզբն է, դեռ մի մասն է։ Դե սպասելը չգիտեմ ինչ, էլ ինչ կարելի է սպասել, ինչ ասես կարելի է սպասել։ Վաղը մյուս օրը կարող է, ասենք, ոչ թե գործից անեն, այլ կարող է ձերբակալ են այդ մարդկանց, ասենք, գրքերի հեղինակներին, գրքերի տպաքանակները բանտարկեն, օրինակ սովետական տարիներին կար այդպիսի բան։ Անցանկալի գրքերի տիրաժները արգելափակվում էին։ Էլ չասած, որ ավելի վաղ ինկվիզիցիայի բանի շրջաններում էլ, ասենք, այդ գրքերը այրվում էին։ Ես որ իրանցից բոլոր ժամանակների բոլոր արատավոր բաները կարելի է սպասել։ Իսկ 2018-ին, երբ որ եկան իշխանության, այդ ժամանակ դուք չեմ կարծում պատկերացնեիք, որ մի օր կարող ենք այսպիսի հանգրվանի հասնել, երբ գրաքննություն լինի Արցախյան պատերազմի մասին, այսպես ասենք, արգելվի խոսել, ցեղասպանության մասին մոռացության փորձենք մատնել։ Գիտեք, ես այն քիչ մարդկանցից եմ, ովքեր 2018 թվականին թավշյա այսպես կոչված հեղափոխությունից չեմ ունեցել դրական սպասելիքներ, բայց որ այս չափով կլինի բացասական, այս ամեն ինչը չէի պատկերացնում, անկեղծ եմ ասում։ Իսկ ինչու ակնկալիք չունեիք դրական։ Չունեի, որովհետև ես նախ հասկանում էի, որ Նիկոլ Փաշինյանը իր կերպարով, իր անցած ճանապարհով, իր փոխած բոլոր ուրեմն տեսակետներով, կարծիքներով, ճամբարափոխություններով եւ այլնով այն մարդը չի, որը կարող է Հայաստանը ուրեմն տանել ճիշտ ճանապարհով։ Այդ մեկ։ Երկրորդը ես տպավորություն ունեի, որ այդ հեղափոխությունը պարզապես Սերժ Սարգսյանի իշխանության կողմից արհեստականորեն գեներացվում էր։ Եվ դա շատ պարզ երևում էր այդ օրերին փողոցներում անգամ, թե ինչպես էր գեներացվում, բայց ասում եմ, ես չէի պատկերացնում, որ այս աստիճանի աղետաբեր կլինի այդ 18-ի հեղափոխությունը։ Հնարավոր է, որ մեկ օր դուք ֆիլմ ստեղծեք նաև այս ամենի մասին, 2018-ից հետո ստեղծված իրավիճակի։ Շատ հնարավոր է, չեմ մտածել անկեղծ ասած, որտեղ լիքը ուրիշ կարևոր թեմաներ կան, որոնց շուրջ կուզեի աշխատել, բայց հնարավոր է, գուցե։ Իսկ հիմա ինչի վրա եք աշխատում։ Եկեք չասեմ էլի, շուտով կլինի կտեսնենք, ֆիլմ անել ինքնին թանկ հաճույք է, հնարավոր չի դա հոդված գրել չի, որ թեկուզ առանց որևէ հոնորարի կամ բանի նստես դու հոդված գրես, իսկ այդ ֆիլմի համար որտեղից պիտի գտնես միջոցներ, երբ որ բոլոր միջոցները այս պահին Հայաստանում վերահսկելի են, դու կարող ես որևէ բիզնեսմենի գնալ ասել ինձ ֆիլմ տուր, գումար տուր, ես 18 թվի հեղափոխության մասին, այն ինչ որ ես եմ մտածում, ուզում եմ անեմ, չեն տա։ Իսկ մնում է միջազգային ֆոնդերն էլ այսօր բավականաչափ կրճատված են, եւ միջազգային ֆոնդերն էլ իրանց առաջնահերթությունները ունեն, չգիտեմ, դեմոկրատիա, կանանց իրավունքներ, գենդերային հարցեր, չեմ անում, միասեռականներ, չգիտեմ, ուրիշ բաներ, որոնց մեջ այս ամենը չի տեղավորվում։ Առաջիկա ընտրություններ են, ինչ է կարծում, հնարավոր է ընտրության միջոցով հասնել այս իրավիճակի փոփոխության։ Դե ես ընտրությունները հենց նրա համար են, որ որևէ փոփոխության հասարակությունը հասնի։
բայց քաղաքական ուժերը ինչքանով ճիշտ կգնահատեն իրավիճակը, ինչքանով ճիշտ կվերադասավորվեն, կդիրքավորվեն, դա կախված է իրենցից, ես քաղաքական գործիչ չեմ եւ առանձնապես չեմ տիրապետում այդ քաղաքական ուրեմն ներքին խոհանոցներին։ Հանրային հեռուստաընկերությունը այսօր ամբողջովին լծված է մեկ կուսակցության քարոզչությանը։ Այդ ամենը եթե տեսնում ենք, մենք կարող ենք ենթադրել, թե վաղը ինչ կլինի, երբ որ իրանք մի քիչ ավելի ամլանան։ Ես ընդունում եմ, որ կա մի ազգ, մի երկիր, կա մի ազգ ժողովուրդ, որը ունի իր պատմությունը։ Դու չես կարող այդ պատմությունից, ասենք, կտրել, թափել ինչ-որ բաներ։ Օրինակ մենք ոնց էինք սովետի ժամանակ դպրոցում պատմություն անցնում։ Ես 10 տարի դպրոցում սովորել եմ, ես չեմ իմացել, որ 18 թվին եղել է Հայաստանի Հանրապետություն անկախ։ Չկար դրա մասին խոսք, չկար պատմության գրքերում։ Դա դուք նորմալ եք համարում։ Նորմալ չէ։ Դա մենք կարող ենք իմանալ, մենք կարող ենք դա դնել մի ուրիշ տեղում գրականության կամ բանի մեջ կար քննադատություն այդ հանրապետության կամ դաշնակցության կամ բանի մասին, բայց մենք այն խորքային ինֆորմացիան չունեինք, որ իմանայինք այդ ինչը։ Օրինակ մենք դպրոցում անցնում էինք խմբապետ շավարշը։ Խմբապետ շավարշը ինչի մասին էր։ Դաշնակցական խմբապետների ու հանրապետության ժամանակաշրջանի իրավիճակի մասին էր։ Մենք չգիտեինք հանրապետությունն ինչ է, բայց անցնում էինք խմբապետ շավարշ։ Աբսուրդ է։ Իրենք հիմա տանում են երկիրը այս աբսուրդի։ Եվ եկեղեցու դեմ արշավն էլ է դրա շրջանակում, որպես ազգային ահող հիմք եկեղեցին են ցանկանում ինչ-որ ձև իրենց ենթարկել։ Եկեղեցու դեմ արշավը մի քիչ այլ բանի շրջանակում է, իրանք ուզում են վերացնել բոլոր ինստիտուտները, որոնք կարող են հակակշռել։ Այս պահին ես կարծում եմ եկեղեցին, քանի որ համաշխարհային կառույց է, ինքը համաշխարհային կառույց լինելով կարող է հակակշռել այս իշխանությունների բոլոր այդ ձգտումներին, ցանկություններին։ Այդ պատճառով սկսվել է եկեղեցու դեմ այս բիրտ հարձակումը։ Իսկ այս ամենը իրենց մտահղացումն է, իրենց քայլերն է, թե դրսից ինչ-որ թելադրանք կարող են համարել։ Գիտեք, նորից քիչ առաջ ենթադրությունների մասին խոսեցի, նորից ենթադրությունների մասին, բայց նայենք այդ ենթադրությունները ինչ փաստերի վրա են հիմնված։ Երբ որ նայում ենք այդ փաստերի համընկնումները, հասկանում ենք, որ դա մեծավ մասամբ նաև դրսից է թելադրված։ Այսինքն հեչ տարօրինակ չի, որ այսօր խոսում է, ասենք, Փաշազադեն ինչ-որ մի բան է ասում, վաղը մի բան է ասում Նիկոլ Փաշինյանը, հետո մի քանի օր հետո, օրինակ ես հիմա ուսումնասիրում եմ այդ թեման ու մի հատ հետաքրքիր բան, հիշում եք, որ հունիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը ասաց, ես վետո եմ դնում հայոյախոսության եւ բանի վրա, մինչեւ հուլիսի 5-ը։ Հուլիսի 5-ի առաջինով է խոսել։ Ալլահ շուքր Փաշազադեն։ 5 օր ոչինչ չի եղել, հուլիսի 5-ին ես ընկած կայքերով բանով ման եմ գալիս։ Հուլիսի 5-ին խոսում է Ալլահ շուքր Փաշազադեն, այսինքն իր դրա ջանկետը վերջացել է, Ալլահ շուքր Փաշազադեն սկսում է խոսել։ Բայց սա ասում եմ, ենթադրությունն է, ուղղակի այդ ենթադրությունների հաստատելու համար պետք է շատ ուշադիր նայել փաստերին։